Եվ ինչպես եք կարողանում կառուցել կապը Prepay եւ ձեր հաճախորդների միջեւ։ Սպասարկող անձնակազմը անգիր գիտի իրանք ինչի հետևից են գալիս։ Դուք ինչպես եք վերաբերում հաճախորդների քննադատություններին։ Աշխատել եմ ինքս մենակով բրենդը ստեղծելու վրա։ Մեր այդ ամբողջ աշխատանքը զրոյանում է։ Որն է ամենապահանջված պրոդուկտը Հայաստանում։ Առողջը ամենահամեղը կարա լինի։ Բարև ձեզ, այսօր հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի երկրորդ ոդկասթն է։ Եվ այսօր մենք հյուրընկալել ենք Prepay հիմնադիր Անժելա Խաչատրյանին։ Ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար եւ հույսով եմ կունենանք հետաքրքիր զրույց միասին։ Կասեք, ովքեր են ձեր հաճախորդները եւ ինչով են նրանք առանձնահատուկ։ Մեր հաճախորդները շատ տարբեր են, իրականում այն հաճախորդները, որը ես ունեցել եմ իմ մտքում եւ այն հաճախորդները, որոնք ունենք հիմա, բավականին նույնն են, ինչ շատ ուրախացնում է։ Մեր հաճախորդները տարբեր են, կան երիտասարդներ, կան մայրեր, սպորտով զբաղվող մարդիկ, մեծահասակներ, աշխատող մարդիկ եւ բոլորին հետաքրքիր է իրանք տարբեր կյանքով են ապրում, բայց բոլորին միախմբում է այդ գաղափարը, հա, ավելի առողջ, ավելի բալանսավորված կյանքի գնալուն ու չգիտեմ տեսել եք թե չէ, հենց մեր վերջին կամփեյնը Prepa People-ի մասին է, վերջ 4 տարում դա ենք արել, որովհետև հենց մեր հաճախորդներին փորձել ենք այդ կերպարները, այսպես ասած, ներկայացնել, որովհետև իրանք իրոք շատ տարբեր են։ Ունենք վազորդներ, ունենք ուսանողներ, ունենք տարիքով ուղակի զույգեր, որ գալիս են իրենց թորնիկների հետ կամ երեխաների հետ, եւ իրանք գալիս են նույն գաղափարի, նույն զգացողությունների, այդ ամեն ինչն է իրենց համախմբում, ինչը իրականում ինձ շատ է ուրախացնում։ Եվ ինչպես եք կարողանում կառուցել կապը Prepay եւ ձեր հաճախորդների միջեւ։ Իրականում դա ինձ համար շատ նման է puzzle-ի, որովհետև դա ինչ որ մի բանից բաղկացած չի, հա, դա տարբեր այն էմոցիաներն են, այն զգացողություններն են, որ հաճախորդը գալիս է էլի ու էլի այդ ամեն ինչի հետևից, որովհետև նամանավանդ իմ կարծիքով Երևանում, քանի որ շուկան շատ զարգացած է եւ բոլորը փորձում են ամենալավ որակը տան թե պրոդուկտի, թե սպասարկման եւ այդ customer experience ասածը իրոք շատ բարձր մակարդակի վրա է, այս պահին կարող եմ ասել, իհարկե ոչ բոլոր տեղերում, բայց մեծամասամբ այդպես է, միայն պրոդուկտով չես կարող դրան հասնել, այսինքն այդ երաժշտությունը, ատմոսֆերան, բույրը, բրենդինգի ինչ որ դետալներ, հա, գույներ եւ նաեւ այդ էմոցիաները, հա, այն զգացողությունները, որ ամեն այցի ժամանակ հյուրը ապրում է, այդ ամեն ինչի միջոցով ենք կարողանում մենք կապը պահել իրանց հետ։ Ես միշտ օրինակ եմ բերում ու որը որ ինձ հյուրերն են ասում, ոչ թե ուղղակի դա ես եմ ասում, որ մտնում եմ Prepa ու սպասարկող անձնակազմը անգիր գիտի իրանք ինչի հետևից են գալիս, ոնց են ցանկանում իրանց սուրճը ամեն օր, չգիտեմ, շաքարով, կաթով, թե ուղղակի, չգիտեմ, լունգո են խմում ու դա ինձ թվում է իրանց sense շատ մեծ էմոցիա է տալու, իրանց օրը ուրիշ ձև է, այսպես ասած գնում, ավելի հաճելի է իրանց լինում։ Փորձում ենք անընդհատ, այսինքն staffing training-ներով, հա, սպասարկումը բարձր մակարդակի վրա պահելով, կապը էլ ավելի ամրապնդել, որպեսզի կարողանանք գնալ առաջ։ Այսինքն դա ձեր համար հանդիսանում է perfect customer experience։ Դե փորձում ենք դրան հասնել, այո։ Իսկ ո՞րն է ամենահաճախ եւ ամենասիրված ֆիդբեքը ձեր հաճախորդներից։ Տարբեր գրում են ընդհանուր ինչ շատ, քանի որ ես ինքս շատ social մարդ չեմ, հիմա փորձում եմ մի քիչ այսպես ասած գնալ, ինձ անձամբ հիմա սկսում են շատ գրել, որ վայ այնքան ենք սիրում բրենդը, այնքան է մեր կյանքը հեշտացնում, թիմն է շատ բարեհամբույր, շատ լավը, կան կոնկրետ օրինակ աշխատողներ, որ նույն էջին գրում են, որ օրինակ գնացինք այս մասնաճյուղ, կոնկրետ այս անձը այնքան լավ մեզ սպասարկեց, որ չգիտեմ, ամբողջ մեր օրը շատ ավելի լավ, ավելի բարձր ջերմությամբ լցվեց, այսպես ասած, հիմնականում այդ ֆիդբեքներն են, ատմոսֆերան, որ մարդիկ ավելի իրանց ազատ են զգում, հա, պարտավորված չեն ոչ մի բանի, այսինքն թեկուզ, չգիտեմ, ծիծաղը, բարձր խոսելը կամ ուղղակի, չգիտեմ, իրար հետ շփվելը, ծանոթությունները, հիմնականում այդ թեմաների շուրջ է լինում ֆիդբեքերը։ Եվ իհարկե կան քննադատություններ, դուք ինչպես եք վերաբերում հաճախորդների քննադատություններին։ Շատ լավ։ Իհարկե շատ դժվար է, երբ որ մեծ աշխատանք ես կատարում, թե դու, թե քո թիմը, եւ վերջում տեսնում ես, որ ինչ որ միտեղ թերացել ես, բայց քանի որ մեր ոլորտում մարդկային գործոնը շատ մեծ է, այսինքն ոչ մեկն էլ
իդեալական չեն, հա, եւ միշտ լինում են, չգիտեմ, թերացումները, լինում է, որ հաճախորդի հետ շփումը հենց չի գնում, ոնց որ մենք օրինակ պատկերացնում ենք, որ պետքա լինի։ Ես շատ բարձր եմ գնահատում ֆիդբեքերը, որովհետեւ ինչքան էլ իմ սրտի խորքում այդ պահին ինձ դժվար է, ցավոտ է, բայց ես հասկանում եմ, որ եթե անտեսես ֆիդբեքերը ու չգնաս դրանց հետևից, շատ փոքր խնդիրը կարա շատ ավելի մեծ բանի վերածվի, եւ նույնը իմ ասում եմ իմ թիմին սկզբում իրանց էլ է շատ դժվար, երբ որ լսում են ինչ-որ նեգատիվ, ինչ-որ օձիվ, հա, ու ասում են, այ սենց է լինում, մեր այդ ամբողջ աշխատանքը զրոյանում, ասում, չէ, ժողովուրդ, այն 100 հոգին, որ լավն է տեսնում, պարտադիր չի որ ասի, բայց այն մի անձը, որը որ վատն է տեսնում, պետք է ասի եւ իր այդ մի հատ վատ ինչ-որ փորձառությունը, որ ինքը ունեցել է, կարա գնա եւ տարածվի եւս 10 հոգու մեջ եւ ուղակի բրենդի մասին խեղաթյուրված կարծիք ստացվի։ Դրա համար ես կողմ եմ լսելու ֆիդբեքին, արագ պատասխան տալու։ Կառուցողական եք մոտենում, Այո, շատ, հա, էմոցիան մի կողմ եմ դնում այդ րոպեին, փորձում եմ, էմոցիան մի կողմ եմ դնում եւ փորձում եմ արագ հասկանամ ոնց կարող եմ խնդիրը շտկել։ Եվ հասկացել եք, թե որն է ձեր հաճախորդների համար ամենամեծ արժեքը ձեր բրենդի համար, այսինքն ինչի համար են նրանք հաճախում ձեզ, որն է նրանց համար ամենամեծ արժեքը այցելել Prep-ը։ Կարծում եմ որակը առաջինը, որովհետև գալիս են սննդի, սուրճի կամ, չգիտեմ, ինչ-որ քաղցրավենիքի հետևից եւ կարծում եմ, որ առաջնայինը դա որակն է։ Երկրորդը դա այն մթնոլորտն է, որը մենք փորձում ենք ստեղծել մեր սպասարկող անձնակազմի միջոցով։ Այսինքն այդ customer experience ասածը առաջնային իմ համար product-ի որակ պետքա լինի, որպեսզի հաճախորդը ամեն անգամ էլի ուզենա հետ գա, համի համար, տեսքի համար, չգիտեմ, ընդհանուր այդ փաթեթավորման համար, հա, կոնկրետ իմ բրենդի պարագայում, բայց այդ ամեն ինչը միայնակ չի կարա լինի լավը, դրա կողքը պետքա լինի այն puzzle-ի մյուս կետերը, այսպես ասած, միջավայրը, ժպիտը, սպասարկող անձնակազմի եւ ամենափոքր դետալները հաճախորդի համար կարա շատ մեծ դեր խաղա իրականում։ Իրականում հաճախորդի նախասիրություններն էլ են փոխվում եւ ինչպես եք դուք դրան վերաբերվում, որպեսզի կարողանաք սարքել լոյալ հաճախորդ Prep-ի համար։ Ես միշտ ասում եմ, երբ որ ես 4 տարի առաջ հիմնեցի բրենդը, իրականում աշխատանքները սկսել եմ 5 տարի առաջ, 1 տարի շարունակ աշխատել եմ ինքս մենակով բրենդը ստեղծելու ոնց որ վրա, բրենդինգ, գույներ, ընդհանուր գաղափար, թիմն եմ հավաքել, արդեն իրանց բացատրել իմ իդեան եւ այլն։ Այն հաճախորդը, որ մենք ունենք 4 տարի առաջ, հիմա մենք չունենք այդ հաճախորդը, այլ ավելի գրագետ, ավելի ինֆորմացիայով լի, հա, այսպես ասած, ավելի գնահատող, թե ինչա ընտրում, այսինքն իր ընտրությունը ավելի գիտակցված է։ Եվ մենք էլ արդեն ավտոմատ գնում ենք դեպի դրան, օրինակ մեր հիմա ամբողջ բոլոր սնունդը ունի կալորիականությունները, ունի այն բաղադրիչները, որը որ ի սկզբանե ենք ունեցել, բայց երբեք չենք իրազեկել դրա մասին հյուրին, որտեվ հյուրին դա չի հետաքրքրել ինչ որ կետում։ Իսկ հիմա օրինակ մենք ի սկզբանե ունեցել ենք այդ առանց շաքարով կոնֆետները միշտ, որտեվ ես դա մտցրել եմ Prep-ը, որտեվ ինքս տանը դա պատրաստում եմ, այսինքն դա իմ առօրյայի մի մասն է։ Մարդիկ գալիս էին, ուղղակի գնում էին որպես շատ համեղ կոնֆետներ։ Հիմա մարդիկ արդեն գիտակցում են, որ դա շաքար չի պարունակում, դա արմավով է պատրաստված, նույնիսկ պահքի ժամանակ է կարելի, այսինքն հաճախորդի գիտակցված գնումը էլ ավելի ակնհայտ է դառնում տարին տարի վրա եւ մենք էլ արդեն պարտավորվում ենք ավելի իրազեկենք մեր հաճախորդին այն գործունեության մասին, որ մենք ի սկզբանե կատարել ենք, այսինքն մենք չենք փոխել մեզ ավելի բալանսավորված, ավելի առողջ, այլ մենք ի սկզբանե տենց ենք եղել, ուղղակի ինչ որ մի կետից հասկացել ենք, որ դա հաճախորդին ավելի է հետաքրքրում, ավելի գնահատում է այդ ամեն ինչը։ Ինչը վերաբերում է լոյալությունը պահելու համար, հիմա աշխատում ենք թիմով Prep application-ի վրա, որը հույսով ենք 2 ամսվա ընթացքում արդեն ոնց որ հասանելի կլինի եւ այդ loyalty ծրագրի վրա, որպեսզի ունենան cashback-եր, մարդիկ կարողանան կուտակել եւ application-ի մեջ բացի այդ cashback-երից, բացի գնում կատարելուց եւ այլն, փորձում ենք ավելի հետաքրքիր feature-ներ մտցնենք, որպեսզի նաեւ application-ում այդ հաճախորդի փորձառությունը ել ավելի հետաքրքիր լինի, ավելի տարբերվող լինի, բայց քանի որ երկար աշխատանք է, տեսնենք ոնց կստացվի։ Ժամանակ է պահանջում։ Այ ասացիք, որ 4 տարի առաջ
հիմնեցիք Prepa brand-ը։ Ինչպես առաջացավ այդ գաղափարը Prepa-ն հիմնելու։ Իմ կյանքի այդ փուլում ամեն ինչ շատ սպոնտան է եղել։ Միշտ դե ինքս միշտ սիրել եմ սովորել, ուսումնասիրել, հա, սովորել եմ ամերիկյան համալսարանում ու հետո արդեն ավարտելուց հետո միանգամից ամուսնացել եմ ու երբ որ կյանքը տենց է դասարանում, մի քիչ դժվար է լինում կենտրոնանալ գործի վրա եւ այլն, նամանավանդ այդ տարիքում եղել եմ շատ երիտասարդ այդ ժամանակ, շատ ավելի քան հիմա, բայց ունեի գաղափար, որովհետեւ շատ արտերկրում լինելուց, թե ուսման համար, թե ուղղակի արտերկրում լինես, տեսնում էի, թե ինչքան, այսպես ասած, սպառողը ունի այդ արագ բալանսավորված սննդի տարբերակներ։ Ու ես հասկանում եմ, որ օրինակ ես ինքս իմ գրաֆիկով, երբ որ սովորում էի, միշտ իմ համար խնդիր էր այդ սնվելը, հա, կամ պետքա, չգիտեմ, տանը ինչ-որ մի բան հասցնեի ուտեի գնայի համալսարան, կամ պետքա համալսարանում ինչ-որ մի բան ուտեի, բայց միշտ գոհ չէի իմ կերածից, որովհետև կամ դա, չգիտեմ, ինչ-որ սենդվիչ էր, որը իր մեջ չի պարունակում այն ամեն ինչ, որ ես կուզեի պարունակի։ Մի խոսքով այդ ամեն ինչը տեսնելուց եւ նաեւ տեսնելուց թե մարդկանց կյանքը ոնց է փոխվում, հա, ավելի արագության, մարդիկ ավելի նախընտրում են այդ արագություն ասվածը, բայց միևնույն ժամանակ արագության դիմաց իրանք ուզում են որակ ստանան ու ունեցա այդ գաղափարը ստեղծելու Prepa-ն։ Իրականում սկզբից իմ հարազատներ ընկերներ ասում էին դե լավ, ով պետքա գա կրաֆտի տուփի մեջից ուտեն, ամեն դեպքում հայրը հայ սպառողը սովոր է, այսպես ասած, գալ, գեղեցիկ մատուցում եւ այլն։ Ասում էի ոչինչ, ես այդ գեղեցիկը կստանամ նաև այս ձևով։ Ու իրականում ոնց որ սկզբից այդ գաղափարը ունենալով ուղակի Pinterest-ից նկարներ mood board-երով գնացի branding-ի արդեն կազմակերպություն գտնելու Հայաստանում, Երևանում ինչքան branding կամպանիա կա, բոլորին դիմել եմ։ Ու վերջում ոնց որ սենց առաջին իսկ հանդիպումից Indigo ընկերությունը սենց առաջին իրոք սենց բռնեց իմ միտքը ինչ եմ ես ուզում։ Ու իրանց հետ բավականին երկար միասին աշխատեցինք, տենց դետալների վրա եւ փորձեցինք ստանալ այն բրենդը, ինչ որ մենք ունենք հիմա։ Բնականաբար շատ է փոխվել, շատ է զարգացել, շատ եմ ձևափոխել, ինչ որ ավելի դետալներ մտցրել մեջը եւ այլն։ Բայց գաղափարը տենց է եղել։ Հետո արդեն ընթացքում գտա իմ թիմը։ Սկզբից շատ դժվար էր, որովհետեւ առաջին օրը երբ որ բացեցինք Prepa-ն, տենց ես շատ ուրախ էի բացեցինք այդքան աշխատանքից հետո, հաջորդ օրը արթնացա, որ գնամ այնտեղ զանգեցին, ասին որ ոչ մեկ չի եկել գործի, որտեղ ասում են մենք չենք դիմանում այդ հոսքին։ Ու ես երևի թե 1.5 ամիս շարունակ զույգ տղա ունեի տանը, ովքեր փոքր էին շատ։ Տուն ուղղակի չեմ գնացել։ Համ խոհարար էի աշխատում, համ կասիր էի աշխատում, համ մատուցող էի աշխատում, համ հավաքարար էի, ամեն ինչ աշխատում էի, որպեսզի կարողանայի գործը գլուխ բերեի, որտեղ արդեն այդքան արել էի, հետ կանգնելու տարբերակ չկար։ Բայց հետո արդեն կամաց հավաքեցի իմ թիմը, իմ թիմի բոլոր անդամները մեծամասնությունը, ովքեր հիմա սրահի պատասխանատու են կամ օպերացիոն ղեկավար են, շեֆ խոհարար են, բար մենեջեր են, բոլորը առաջին օրվանից իմ հետ աշխատող մարդիկ են, ուղղակի ավելի աճել են, ավելի զարգացել են, ինչի համար ես անչափ ուրախ եմ ու ստեղծեցինք բրենդը, գնացինք առաջ։ Իսկ ո՞րն է այն ամենահաճելի պահը հաճախորդների հետ շփվելու ընթացքում, որ պահն է, որ ամենահաճելին է, ինչ որ ինչ զգացողություններ ունեք։ Շատ հաճելի է, երբ որ օրինակ մեծ աշխատանք ենք անում ու մեկ էլ հաճախորդը դա նկատում է։ Օրինակ այս վերջի մեր campaign-ը Prepa People շատ լավ արձագանքներ է ստացել ու այն առելի աշխատանքը, որ մենք արել ենք, իրականում մի տարի առաջվանից ենք պլանավորել, ուղղակի փորձեցինք բերել նաև մի քիչ ավելի սեզոնայնության, հա, որ ավելի եղանակը տաք լինի, արև լինի, որպեսզի campaign-ին համապատասխան լինի։ Ու որ իմաստանում եմ, վայ, այնքան սիրուն եք արել, ինչ հետաքրքիր է կամ ուղղակի հաճախորդները գրում են, մենք կուզեինք մաս կազմենք ձեր ոնց որ campaign-ի, ինձ դա շատ ուրախացնում է։ Շատ ուրախացնում է, երբ որ այն բրենդինգի փուճուր դետալներ կամ ուղղակի, չգիտեմ, սպասարկման փուճուր դետալներ, որ ինձ համար շատ հոգեհարազատ է, ես նկատում եմ, որ հաճախորդի կողմից էլ է դա նկատվում եւ գնահատվում։ Իրոք հասկանում եմ, որ այն աշխատանքը, որ անում եմ, ապարդյուն չի։ Քիչ առաջ խոսեցիք թիմի հետ կապված։ Օրինակ ուզում եմ հասկանալ, ինչպես եք դուք հասկանում, որ այս կամ այն մարդը կարող է դառնալ ձեր թիմի անդամ, քանի որ գիտենք, որ բիզնեսի հաջողության գաղտնիքներից մեկը նաև մասնագիտացված թիմ եւ խումբ ունենալն է։ Ինչպես կպատասխանեք։ Ինձ թվում է շատ բարդ հարց է, որովհետեւ ինձ հետ կհամաձայնվեն բոլոր այս ոլորտի գործատուները, որ մենք Հայաստանում ունենք խնդիր։ Շատ բարդ ես գտնում աշխատողներին, շատ բարդ ես գտնում մարդկանց, ովքեր իրոք ուզում են աշխատել։
մեր անձնակազմը երիտասարդ են բոլորը, որովհետև ուսանողներ են, հա, որը շատ ողջունելի է, որ իրանք այդ տարիքում իրոք գիտակցած գալիս են աշխատանք փնտրելու։ Օրինակ, երբ որ ես եղել եմ ուսանող, որը մոտավորապես 9 տարի առաջ էր, հա, մեր ժամանակ շատ չէին աշխատում, այսպես ասած, այդ կուլտուրան այդքան չէր։ Իսկ հիմա ես տեսնում եմ, որ բոլորը համարյա աշխատում են, այսինքն գնում են, սովորում են եւ արդեն այդ ուսման ժամից հետո գալիս են աշխատանքի, ինչը շատ ողջունելի է։ Բայց շատ բարդ է գտնել իրանց մեջ մարդիկ, ովքեր որ իրոք ուզում են աշխատեն։ Իրանց մոտ այդ որ ժամանակավոր է այդ աշխատանքը, այդ ֆիքսված է, որ դե լավ կանեմ, հետո մեկը տեսնեմ ավարտելուց հետո ոնց կգնայեմ կարիերան, հա, հո միշտ չեմ մնալու օրինակ օֆիցիանտ աշխատեմ կամ կասիեր։ Այդ լրջությունը գործի հանդեպ շատ տեղերում բացակայում է։ Եվ իրականում դու չունես բազա, որ մի հատ էլ տենց շատ լուրջ ֆիլտրինգ անես, հա, օրինակ ուրիշ, այսպես ասած, հաստիկներում այդ ֆիլտրացիան ավելի հեշտ է ստացվում, որովհետև դիմում են պրոֆեսիոնալ մարդիկ, հա, ավելի կարողանում ես։ Մենք իրականում ունենք process-ներ, հա, ինտերվյուների, փորձաշրջանի, քննությունների, որտեղ որ գալիս են, հա, այսինքն միանգամից չենք ընդունում բնականաբար աշխատանքի, այլ գալիս են, անցնում են ինտերվյու, հետո անցնում են էլի մի քանի հոգու հետ, վերջի փուլում արդեն ինձ հետ անցնում են փորձաշրջան, որտեղ որ սրահի պատասխանատուները կամ բաժնի պատասխանատուները արդեն գնահատական են տալի, արդյոք այդ անձը կարողանա ֆիթ է, այսպես ասած, պաշտոնին թե չէ, հետո մենք ընդունում ենք աշխատանքի։ Բայց այդ անլրջությունը կա, որը ես միշտ այդ մեր թիմ ժողովների ժամանակ ասում եմ, ժողովուրդ, էական չի, այս պահին դուք ինչ եք անում։ Նույնիսկ եթե 1 ժամ եք անում, կամ արեք լավ, կամ մի արեք, որովհետև այդ ձեր մի հատ ված սպասարկումը, մի հատ անլուրջ հյուրի պատասխանը ինձ համար կոնկրետ բերում է շատ մեծ խնդիրներ, ոչ թե միայն խնդիր, որ այդ հյուրը հետ չի գա, հա, դա էլ է խնդիր, բայց խեղաթյուրում է այն բրենդի պատկերը, այսինքն այն առելի աշխատանքը, որ ես, իմ թիմի անդամները, ովքեր ավելի լուրջ են վերաբերվում գործին, անում են, ոնց որ մի անձի պատճառով կարա այդ ամբողջը զրոյանա հյուրի աչքերում, որը շատ ջղայնացման դեպքում էլ իհարկե կարող որակի վրա մեծ ազդեցություն ունենա։ Ու շատ բարդ է լինում, երբ որ 1 խանութ ենք, ավելի կառավարելի էր։ Հիմա 8 խանութի մասին ենք խոսում, որը որ շատ ավելի անկառավարելի է դառնում։ Բնականաբար դու նույն ժամանակ նույն տեղում, բոլոր տեղերում չես կարա լինես, ու դրա համար ավելի բարդ է լինում, բայց process-ները դնելով, այսպես ասած, ոնց որ HR-ի հետ, մեր օպերացիոն ղեկավարի հետ եւ մենեջերների հետ փորձում ենք ճիշտ ֆիլտրացիայի եւ ճիշտ process-ների միջոցով գանք նրան, որ ճիշտ կարողանանք գտնել նույնիսկ մարդու ով անփորձ է, բայց օքեյ, մենք ժամանակ կդնենք, train կանենք, կբերենք նրան, որ գա մեր ոնց որ բրենդի ստանդարտները հասկանալուն, բայց մարդու մեջ պետքա լինի այդ, այսպես ասած, ցանկությունը, հա, սովորելու, առաջ գնալու, պետքա սիրի են ինչ որ անում, օրինակ մատուցողի հաստիկում աշխատող անձի մեջ մեկ-մեկ տեսնում ես այդ, այսպես ասած, փալփլուն աչքերը ոնց է ինքը հաճույք ստանում իր աշխատանքից եւ հասկանում ես, որ այդ անձը իրոք սիրում է ինչ որ անում է եւ իր վրա ինչքան էլ ժամանակ դնես, դա ապարդյուն չի, հաստատ հասնելու ես այն արդյունքին, ինչ որ դու իրականում ուզում ես։ Որն է այն փոքր դետալը, որ մարդիկ չեն նկատում, բայց ձեր համար շատ կարևոր է բրենդի զարգացման գործում։ Իրականում տարբեր են այդ բրենդինգի, այսպես ասած, ոնց որ դետալները, օրինակ, այս բաժակների վրա ինչ որ գրառումներ, you prefer coffee or tea, my darling, կամ պուճուր են գրառումները, որ ունենք դիսերտների վրա, you deserve it, ինչ որ sense հետաքրքիր բաներ, բնականաբար վստահ չեմ, որ բոլոր հյուրերը դա նկատում են, բայց հաստատ այն հյուրն է, որ նկատում է, շատ շոյվում է, շատ հետաքրքիր է դառնում։ Ունենք packaging-ի գույներ, որոնք առանձնացված են ըստ պրոդուկտների, շատ դետալներ կան, որ իրականում մեծ դեր են խաղում բրենդինգի մեջ։ Իսկ ձեր անձնական ոչ ինչքանով է արտացոլված բրենդում։ Իսկ հիմա շատ արտացոլված է, որովհետև ասենց ես որ նայում եմ բրենդին, հա, գույներին, այդ ամեն ինչի ոնց որ ասենց շատ իմն է, ասենց շատ իմ աչքը շոյում է ու ինձ դա շատ ուրախացնում է, որ նաև մարդկանցից եմ ստանում այդ ֆիդբեքը, հա, այսինքն օրինակ մեր բրենդի գույնը, այդ copper գույնը, որը որ շատ ամեն տեղ մենք օգտագործում ենք,
ինքը սենց շատ անուշ գույն է ու ես չեմ վախենա ասեմ, մեր բրենդում օգտագործելուց հետո ինքը Հայաստանում էլ ավելի տրենդի դարձավ, շատ տեղեր տեսա իրան, որ օգտագործում են, տարբեր սրճարաններ օգտագործեցին, տարբեր մարդիկ իրենց բրենդի, ինչը օքեյ է, շատ ողջունելի է նույնիսկ, բայց այդ գույների ճիշտ համադրությունը, որ համ շատ հանգիստ է գույները, բայց համ շատ վառ է ու էմոցիա տվող է։ Իսկ պլաններ կան, օրինակ պրեպաների ցանցը ընդլայնելու մոտակա ժամանակահատվածում։ Անցած տարի մենք շատ մեծ ոնց որ էներգիա դրեցինք Հայաստանում միաժամանակ 4 մասնաճյուղ բացելու, որը իրականում շատ բարդ տարի էր, թե ինձ համար, թե թիմի համար։ Այս տարի Հայաստանում ու Երևանում դեռ բացումներ չենք պլանավորում, կախված է արդեն location-ից, եթե լինեն տարածքներ, որը մեր համար շատ կարևոր է, ուզում ենք մի քիչ փոքր կենտրոնից դուրս գանք բնականաբար, որովհետև հասկանում ենք, որ նաև կան հատվածներ, որտեղ որ զարգացման կոնկրետ պոտենցիալ կա։ Այս տարի մի քանի ամսից կբացենք Ռուսաստանում մեր առաջին արտերկրի, այսպես ասած, մասնաճյուղը։ Մտածում եք Հայաստանի սահմաններից Այո, դուրս հա, շատ շատ հետաքրքիր շուկաներ կան ինձ համար, որը իրականում ինձ համար շատ ունեմ առաջարկներ ֆրանշիզա տալու, շատ, թե մեր հաճախորդներից, թե ինձ շատ հարազատ մարդկանցից, բայց քանի որ ես շատ գնահատում եմ բարձր այն բրենդը, որ ես ստեղծել եմ, այս կետում ինձ համար շատ վախեցնող է, որովհետև իրականում սխալ օպերացիոն ցիկլ ունենալու արդյունքում կարաս ուղղակի բրենդը, այսպես ասած, խեղաթյուրես։ Դրա համար ես ինքս եմ փորձում դեռ աշխատել ընդլայնման վրա, այս Ռուսաստանի մասնաճյուղը, որ կբացենք, կլինի մեզ համար ոնց որ trial case, որպեսզի մենք հասկանանք, այնտեղ ունենք պարտներներ, հա, ովքեր որ նաև լինելու են օպերացիոն գործընթացի մեջ, բայց նաև կհասկանանք, թե ինչքանով է ստացվում հեռակա կառավարում, ինչքանով ենք մենք ինչ խնդիրներ ենք ունենում, այսպես ասած, ու հետո արդեն կմտածենք ուրիշ շուկաների մասին, օրինակ Վրաստանն է ինձ համար շատ հետաքրքիր, որտեղ ես ինքս մի քանի այց եմ արել, կարծում եմ, որ կոնկրետ զարգացման պոտենցիալ ունի, Ֆրանսիան, Փարիզը, որ ամեն անգամ գնալուց, ասենց տեսնում եմ, որ շատ լավ ֆիտ կարա լինի իմ բրենդը, իրականում շատ ավելի բարդ է, որովհետև կոնկրետ ընդեղի սպառողի համար ստանդարտները շատ ավելի ուրիշ են, որովհետև չխոսամ մրցակցությունից կամ այն բրենդերից, որ այնտեղ գործում են, բայց նաև ունեմ շատ ընկերներ, շատ ծանոթներ, որ փոքր ինչ որ coffee shop-եր են բացել, կամ ինչ որ տենց բրենդեր են ներկայացնել ու տեսնում եմ ինչքան շատ է սիրվում մարդկանց կողմից, այսինքն մարդիկ սովոր են այդ գնման կուլտուրան, հա, գնման մշակույթը իրանց մոտ կա եւ կան տենց մտքեր ուղղակի մի քիչ ավելի շատ ժամանակ, ռեսուրս եւ նաեւ թիմը պահանջում։ Իսկ մրցակիցներ ունեք, որ դուք ինքներդ ձեզ մրցակից եք համարում Հայաստանում շատ բոլորը ինձ մրցակից իսկ ոնց դիմակայելը մրցակիցները շատ են ու ամեն օր շատանում են, ինչը որ իրականում շատ լավ է։ Ինչի, որովհետև դու միշտ որ ասում եմ երբեք չես թուլանում, երբեք չես հանգստանում։ Դա բարդ է, այսինքն հիմնադրի համար դա շատ բարդ է, որովհետև իրականում դու չես կարողանում հանգստանաս։ Եթե դու ինչ-որ մի բան թուլանում ես, դու տեսնում ես, որ ինչ-որ մեկը քեզանից առաջ ընկավ։ Մրցակիցները շատ են, որովհետև իրականում շուկան էլ է շատ փոքր, այսինքն նույն սպառողը օրվա մեջ տարբեր սրճարաններ է գնում, ինչ որ միտեղ ստանում է նմանատիպ պրոդուկտ, ինչ որ միտեղ ստանում է մի քիչ ավելի տարբեր, բայց միևնույնն է, այն պահանջը ինչի համար ինքը փնտրել է սրճարան, դա լրացվում է եւ արդեն այդտեղ հարցածակում, թե դու ինչ անես, որ գա քեզ մոտ։ Ես շատ բարձր եմ գնահատում այն աշխատանքը, որը անում են նաև իմ մրցակիցները, ոչ միայն իմ մրցակիցները, այլ շուկայում, այո, ոլորտում, որովհետև իրականում այդ նիշան շատ բարձրացել է։ Շատ ավելի հաճախորդի ըստ դրա արդեն հաճախորդի պահանջներն էլ է շատ բարձրացել։ Եվ ես տեսնում եմ, որ թեկուզ մի հատ փոքր իվենտ կամ ինչ որ չգիտեմ, փոքր մարքեթինգային արշավ այնքան ավելի դետալիզացված է լինում, որ իրականում շատ գնահատելի է դառնում, որովհետև դու ինքդ քո վրա փորձում ես այլ ավելի շատ աշխատես, որ գնաս գտնես այլ ավելի լավ տարբերակ, ավելի հետաքրքիր չկրկնվես, բայց էլի ավելի լավ լինես, սպառողին ավելի հետաքրքիր ինչ որ բան առաջարկես, որը շատ ողջունելի է իրականում։ Ինչ թվում է, մրցակցության արդյունքում է, որ ծառայությունների որակը բարձրացել է Հայաստանում միանշանակ, բայց այստեղից էլ գալիս է նաև ինձ թվում է ձեր
ընկերության առանձնահատկությունը, որ ինչով եք դուք առանձնահատու, որ կարողանում եք պահպանել ձեր լոյալ հաճախորդների քանակը, որովհետև միայն դրանով կարող եք դուք առանձնանալ ուրիշներից։ Ես կարծում եմ, որ պրեպան հանդիսացավ այդ բալանսավորված եւ այդ տեսակի սննդի մշակույթի զարգացնողը Հայաստանում, որովհետեւ մինչեւ իմ բրենդը, ես չգիտեմ համենայն դեպս բրենդեր, որ նման ձևով սպառողին ներկայացել են։ Առաջ մարդկանց մեջ կար կարծրատիպ, որ օրինակ ոնց գնամ մենակով սրճարան։ Հիմա ես տեսնում եմ, որ մարդիկ գալիս են ոչ թե միայն մենակով սրճարան, այլ ժամերով նստում են համակարգչի առաջ, աշխատանք են անում կամ ուղակի, չգիտեմ, ուղակի վայելում են իրենց ժամանակը։ Եվ կարող եմ ասել, որ այդ հենց իրականում, երբ որ ես բրենդը ստեղծում եի, բացի այն բրենդինգից եւ այլն, եւ ասում եի, ուզում եմ ստեղծել վայր, որը ջերմա ինչպես տանը, որտեղ որ մարդիկ չունեն այդ ինչ որ մի բան ցույց տալու, ինչ որ մի բան ակնկալելու, ինչ որ մի բան շատ ավելի ուրճացնելու նպատակ, հա, իրանք ուղղակի գալիս են, որպեսզի վայելեն իրենց ժամանակը, արդյունքում ստանում են շատ համեղ, շատ բալանսավորված, շատ գրագետ ձևով հավաքված ուտեստներ, քաղցրավենիքներ, համեղ սուրճ, կալորիաները հաշված են։ այո, շատ շատ համեղ սուրճ, սուրճի տարբեր ալտերնատիվ կաթերով եւ այլն, այտենց կարող եմ շատ թվարկել, բայց մենք փորձեցինք այդ շատ կարծրատիպեր այսպես ասած ջարդել, որը որ մինչեւ հիմա անում ենք, օրինակ անցած տարի այդ Founder of Healthy-ից հետո մեր Արշավի մարդիկ շատ կան ասում են դե լավ առողջը ոնց կարա համով լինի, առողջը պետքա լինի բանջարեղեններ կան, ասում եմ ժողովուրդ, առողջը ամենահամեղը կարա լինի, ու իրականում այդպես է, որովհետև առողջի մեջ դա չի նշանակում, որ պետքա ուղղակի, չգիտեմ, քո ռացիոնից կամ սննդակարգից հանես ինչ որ կոնկրետ պրոդուկտ, ուղղակի այդ բալանսավորման մասին է խոսքը, մենք դիետա չենք, մենք այլ ճիշտ հաշվարկված շատերը ասում են բոլոր վատ բաները, բարձր կալորիականությամբ ուտելիքները շատ վատ են, այսինքն, բայց համեղ են շատ։ Եվ հակառակը դիետիկ ուտելիքները շատ ամենաբալանսավորված առողջ սնունդը նա է, ինչը չի անցնում շատ պրոցեսներ։ Եթե պրոդուկտը այնպես է, ինչպես ստեղծված է, եթե դու իրան տրանսֆորմացիա ընթացքը շատ չի, հա։ Դա հիմա պրեպայից անցնենք պոլին։ Այո, մեծ սիրով։ Ոնց ստեղծվեց պոլը Հայաստան բերելու գաղափարը։ Ես ասեմ, որ բացի լինելով պրեպայի հիմնադիրից, նաև հանդիսանում եմ Galaxy ընկերության F&B ոլորտի chairman-ը, այսինքն շատ տարբեր բրենդեր են մտնում, բայց Pole-ը այն բրենդերից էր, որը իրականում ինձ շատ տաք, շատ հոգեհարազատ բրենդ է, որովհետև իմ համար ինքը Ֆրանսիայի մի փոքր անկյուն է Երևանում։ Իրականում Pole բրենդը ներկայացնելու համար շատ մեծ աշխատանք է տարել թիմը, որպեսզի կարողանանք լինել ներկայացուցիչը Հայաստանում։ Ճիշտ էլի կարող եմ ասել իրանց հետ աշխատանքի արդյունքում, որովհետև եթե պրեպայում օրինակ որոշում կայացնողը ես եմ, հա, կլինի դիզայն, կլինի սնունդ, կլինի, չգիտեմ, սուրճ, այստեղ տենց չի։ Մենք ունենք կոնկրետ ստանդարտիզացված պրոցեսներ, որոնք պարտավորված ենք իրենց հետ հաշվի նստել, դա կլինի դիզայն, դա կլինի գույն, այսինքն իրանք այդ ամբողջը մեզ տրամադրում են, բայց բնականաբար մենք արդեն ադապտացնում ենք հայ սպառողին։ Օրինակ, չգիտեմ, եթե եղել եք արտերկրում տարբեր երկրներ, պոլ գնացել եք, այն պոլը, որ մենք ունենք Հայաստանում, ամեն տեղ չի որ կհանդիպեք, դրսում ավելի բուլանժերի, ավելի թեթև ֆորմատի։ Ոչ մի տեղ չենք հանդիպի։ Իսկ որն է ամենապահանջված պրոդուկտը Հայաստանում։ Այ Հայաստանում։ Դե բնականաբար կրուասանները, plain croissant-ը կամ պանուն շոկոլան, հա, այսպես ասած, բայց այդ ֆրանսիական, այս մարդիկ գալիս են այդ ֆրանսիական կուլտուրան զգալու համար, որովհետև ամբողջ բաղադրատոմսերը հետևում ենք մենք Ֆրանսիայի ստանդարտներին, հացերը պատրաստվում է Ֆրանսիայից եկած այլուրով, իրենց կողմից տրեյնինգներ, աուդիտներ, տարեկան մի քանի անգամ մենք ամբողջ թիմը անցնում է, հա, իրանք գալիս են ստուգումների, այսինքն այնքան խորը եւ շատ in detail աշխատանք է տարվում թիմի հետ, թե մեր կողմից, թե իրենց կողմից, որպեսզի մենք իրոք կարողանանք այդ Ֆրանսիայի համը, Ֆրանսիայի կուլտուրան եւ նաեւ բարձր որակի պրոդուկտներով մարդկանց մատուցենք եւ նախասիրությունները տարբեր չեն, օրինակ Եվրոպայի հաճախորդների շատ տարբեր են։ Եվրոպայում մարդիկ ուշադրություն չեն դարձնում, մարդիկ Եվրոպայում այդ grab and go իրանց համար դա բավական է, իրանք
ուշադրություն չեն դարձնում այդ դետալների, ինչ որ հայ սպառողն է դարձնում։ Դրա համար կտեսնեք, որ մեր մոտ բացի այն հացաբուլկեղենից, բացի հացերից եւ Ֆրանսիայից պահանջվող ապրանքներից մենք նաև ունենք շատ մեծ տեսականի ուտեստներ, որը պատվերով է, այսինքն որպես ռեստորան, սրճարան ընկալվելու համար եւ շատ օրինակ ինչ որ ջերմիջոցառումներ կամ առիթներ նաև արդիկ մեզ մոտ են կազմակերպում, ինչը շատ ուրախացնող է։ Մենք բնականաբար փորձում ենք տեղել պահել ֆրանսիական կուլտուրան, ստանում ենք հաստատումներ իրենց կողմից մենյուում ինչ-որ մի բան ներառելու դեպքում, բայց մենք բրենդը լրիվ ադապտացրել ենք հայ սպառողին։ Իսկ ո՞նց է կարողանում պահել ֆրանսիական կաֆե մշակույթը Հայաստանում։ Շատ օրգանիկ է այդ ամեն ինչը ստացվել, որովհետև նորից եմ ասում, հա, ճիշտ դիզայնով, լոքեյշնների, պրոդուկտներով, այդ ամբողջը պրոդուկտներից է, այսինքն երբ որ մտնում ես Պոլ, տեսնում ես այդ բուլանժերի հատվածը, հա, այսպես այդ հացաբուլկեղենը, հացերը, այդ կրուասանի բույրը, արդեն այդ ամեն ինչը քեզ հիշեցնում է Ֆրանսիայի մասին։ Ու երբ որ դու վերցնում ես պրոդուկտը, դու իրականում զգում ես այդ որակը, օրինակ համեմատելով, չգիտեմ, պայմանական կրուասանի հետ, որը որ 0-ից պատրաստվում է Երևանում։ Բնականաբար կարապատրաստի ամենալավ մասնագետը ամենալավ պրոդուկտներով, բայց այն ձևով ինչ որ գալիս է իրանց մոտից պահանջները, երբեք չես կարող կրկնօրինակել ստեղ, դա վստահեցնում եմ։ Եվ երաժշտությամբ, ճիշտ գույներով, սպասարկող անձնակազմի ճիշտ հագուստներով, այդ ամեն ինչով, էլի իմ ասած puzzle-ը բերում ենք, կպցնում ենք իրար եւ փորձում ենք ստանանք այդ ամեն ինչը։ Եվ նաեւ ասեմ, որ մենք ունենք Պոլ եւ ունենք Պոլ Le Café, որը որ իր ֆորմատով շատ ավելի թեթև է, ունենք մի քանի մասնաճյուղ որպես Պոլ եւ Պոլ Le Café, որ իրանց նաեւ նոր ֆորմատն է, բայց ավելի թեթև է, ավելի grab and go գաղափարի վրա է, ավելի casual վիճակ է, իսկ արդեն Պոլը ավելի սրճարան, ռեստորան այդ ֆորմատի մեջ է։ Որն է եղել ամենաանսպասելի եւ ամենահետաքրքիր արձագանքը հայ հաճախորդների կողմից։ Պոլում կարող եմ ասել, որ մենք ամեն սեզոնին անում ենք դեկորներ, նամանավանդ Աբովյան մասնաճյուղում։ Այն արձագանքը, որ ունենք մարդկանց կողմից, որ գալի նկարվում են, երբեք չենք ակնկալել այդ քանակի հոսք, որովհետև իրականում այդ ամեն ինչը մենք դնում ենք հենց դրան կողքը ու ուղղակի անհնար է լինում անցնելը։ Դե բնականաբար սկզբի տարիներին էլ ավելի շատ էր, բայց հիմա էլ տեսնում ես, որ ինչքան շատ են կոնկրետ գալիս այդ location կամ օրինակ Instagram-ով մեզ շատ ուղարկում են, սա որ location-ում է, որպեսզի գանք նկարահանվենք կամ գալիս են ինչ-որ հարսանեկան նկարահանումներ անում, երբեք չենք ակնկալել այդ ամեն ինչը անելուց, որ կունենանք այդ արձագանքը եւ իրականում ինքը դարձավ շատ այսպես ասած destination, հա, location կոնկրետ մեր Աբովյան 8 մասնաճյուղը, կոնկրետ Պոլի մասով, իսկ պրեպայի մասով կարող եմ ասել, որ ուղղակի այն գնահատումը ու սերը, որ ես մարդկանց կողմից ստացա, որովհետեւ իրականում բրենդը իմ համար շատ ռիսկային էր։ Ես շուկայի եկա նոր որոշմամբ, նոր ձևով, նոր ձևաչափով եւ այդ ամեն ինչը կամ կընկալվեր սպառողի կողմից կամ ուղղակի չէին հասկանա ինչի մասին է այդ ամեն ինչը, բայց այն արձագանքը, որ ես տեսնում եմ, այն ջերմ եւ ծանոթ դեմքերը, որ 4 տարի հետո տեսնում եմ նույն մասնաճյուղում, նույն տեղում, ինձ համար դա ուղղակի, չգիտեմ, աշխարհ արժի Մոտիվացիա։ Թվում է բավականին երկար կարող ենք զրուցել, որովհետեւ թեմաները շատ են, բայց երևի սահմանափակենք մի հարցով, գլոբալ, թե ինչպես եք տեսնում սրճարանային բիզնեսի զարգացումը, մշակույթի զարգացումը Հայաստանում։ Շատ արագ է զարգանում, բայց ավելի պետքա ստրատեգիկ զարգանա իմ կարծիքով, որովհետև այդ երբ որ տեսնում ես կրկնօրինակում, դու հասկանում ես, որ ուղղակի անձը ոչ թե հիմնել է բրենդ, այլ ուղղակի տեսել է կողքինի բրենդը եւ փորձել է դա կրկնօրինակի։ Իմ կարծիքով շատ մեծ պոտենցիալ կա զարգացման, բայց նաեւ կա շատ մեծ ռիսկ, որովհետև այդքան շատ բրենդ ունենալով այս փոքր քաղաքում, որը այնքան տուրիստական քաղաք չի, ինչ որ օրինակ, չգիտեմ, արտերկրի պայմանական օրինակ Փարիզը, հա, որտեղ որ այնքան շատ կան տուրիստներ։ Փարիզը առաջինն է աշխարհում։ Հա, կամ լավ, օրինակ բերեմ Վրաստանը, հա, որտեղ որ հոսքը շատ ավելի շատ է, քան մեզ մոտ, եւ մարդիկ կարող են իրանց թույլ տալ այդքան բիզնեսներ հիմնել։ Ինձ շատ այսպես ասած տխրեցնում է, որ ես շատ տեսնում եմ բրենդեր արագ բացվում, արագ փակվում են։ Այդտեղ հասկանում ես, որ բրենդի հիմքում չկա գաղափար։ Այդտեղ կա ուղղակի միտք, դե լավ, եկեք բացենք սրճարան, բայց ոչ մեկ չի հասկանում այդ սրճարան բացելու մեջ ինչքան դժվարություն կա, դա չգիտեմ, որ ինձ մեկ-մեկ ասում են
քո գործը հեշտ է, ասում եմ ես երազեի իմ գործը իրոք հեշտ լիներ, որովհետև իմ գործը 24/7 է։ Ես չունես դու ազատ օրեր, չունես ազատ ժամանակ, որտեվ երբ որ կա խնդիր նամանավանդ սննդի ոլորտում, դու պետք է արագ լուծում տաս, որովհետև դա կարա այնքան վատ кейսերի հանգեցնի, որ չես կարող քեզ թույլ տալ։ Ոլորտի զարգացումը ես տեսնում եմ նոր բրենդեր բերելով, նոր օրինական շատ խոհանոցներ, որոնք այն բացահայտումը կամ այն զարգացումը չունեն շուկայում, ինչ որ օրինակ ես ինքս տեսնում եմ, որ կարա լինի եւ կարա հաճախորդի կողմից շատ սիրվի եւ գնահատվի, եւ շատ կուզեմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր բացում են սրճարաններ, այդ գաղափարը ինչի համար են բացում, ինչ են տալի դրանով հաճախորդին, ինչ խնդիր են լուծում հաճախորդի մեջ, ոնց են իրանց տարանջատում կողքի սրճարանից, այդ ամբողջը պահեն իրանց մտքում, մինչև բացեն։ Նոր գաղափարների օգտագործել թողնենք ձեզ վրա, քանի որ փորձ ունեք, կհասկանաք, փորից եք սկսել, կանցնեք այլ երկրների խոհանոցների ներկայացմանը Հայաստանում, ինչի՞ չէ։ Այո, իհարկե։ Ամեն դեպքում մաղթենք ձեզ կանաչ ճանապարհ եւ նորանոր հաջողություններ ձեր գործունեության մեջ։ Շատ հաճելի էր, շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալել եք ինձ։ Հուսով եմ էլի կհանդիպենք։ Անպայման։ Անպայման։